Սումգայիթյան եղեռնագործության տեսարանները ավելի քան 2 տասնամյակ անց չեն հեռանում ադրբեջանահայերի հիշողությունից։ Նրանք այսօրվա պես են հիշում, թե ինչպես ադրբեջանական գազազած ամբոխի հրոսակները մտան հայերի տներ ու սկսեցին ամեն պատահած զենքով սպանել քաղաքի հայ բնակչությանը։ Քաղաքի 14,000-անոց հայ բնակչությունը ստիպվեց լքել իր տունն ու տեղը։ Նրանք առ այսօր բարոյական եւ նյութական փոխհատուցում չեն ստացել։ Հալածանքներից ու բռնության անսանձելի ալիքից ճողոպրած եւ արմավիրում հաստատված մի ընտանիքի հետ զրուցել է Հայկուշ Ասլանյանը։ Ոնց եղել է 15 թիվը վեր մեր ազգեն կուտուրել հայերին, ներսում այդ քաղաքում նա եղել է դեմքերը։ Որ փրկություն չկա, բադրաս մտնում էր տունուտ։ Երթանք ըմջեց իրա տուրը ջատում եմ մտնում է քեզ սպանում, երեխեքը սպանում, դանակ ու կուտուրում բնում։ Ծերունուն հանգիստ չեն տալիս ոչ միայն Սումգայիթյան կոտորածի հիշողությունները, այլև դրա պարագլուխների եւ կազմակերպիչների անպատիժ մնալու փաստը։ Մինչ բուն կոտորածի օրը փետրվարի 28-ը քաղաքն արդեն անհանգիստ էր, 25-ից սկսած լուրեր էին պտտվում, թե հայերին տեղահանելու են։ Նրանք, որոնք ինքնակամ կլքեն քաղաքը, կփրկվեն, իսկ հրաժարվողներին ահեղ դատաստան է սպասվում։ Բեգլարյան ընտանիքը տանն էր, երբ ներխուժեց ադրբեջանական հրոսակը։ Առաջին դեմքը եղել ամսը 26 է։ 26 է ուրեկակոմը ժամը 5-ից որը խուլիգանությունը որը եկան մանդրմոնդր, հետո ժամը 1-ից հետո շերվա։ Ոպես ասում միտինգը պես պատրաստուն լոմով արմատուրով Շա ասում էլ տուննա ունդա։ Տունը շարտոտ մտնում են տուն, ոնց ասեն կա ոչ բան։ Հեմ մոմենտը մենք որը դատակ էս վիժակով որը հերս հետ լատիկով։ Շոսոկը մենք փախել շենքի տակ։ Բեգլարյանների 4 հոգանոց ընտանիքը պատսպարվել է շենքի նկուղում 1 օր հետո Բաքվից ինչ-որ զինվորներ են եկել եւ նրանց ու այլ հայերի տարել տեղավորել Սումգայիթի քաղաքորդի շենքում։ Ահու դողով 3 օր այստեղ ապրելուց հետո եկել են ռուս զինվորներն ու նրանց դուրս հանել երկրից։ Ոտա բոբեք եկել եմ հասել Երևան, ոչ մի բան էլ բերել չի, մինակ երեխեքս եմ բերել։ Մինչ տեղահանվելը Արտաշեսը մի հայացքով որսացել է այնպիսի տեսարաններ, որպիսի միջ այդ ֆիլմերում էր տեսել։ Երկաթե ամբրաններով ու դանակներով զինված գազազած ամբոխը բնակարաններ ներկրակին տալիս, պատշգամներից ցած նետում մարդկանց ծաղրում։ Մեր շենքից 6 հոգի սպանել են։ Մարդը կին մակլինի տուրապրակատը մնալ աշխատեց գնացել է հետ չտարել։ Դա վարել են, դա սպանել են, ոչ մի բան։ Մարդը հորն էլ իրան տանն է սպանել։ Մազապուրց ընտանիքին Երևանում դիմավորել ու տեղափոխել են Ջերմուկ, որտեղ սակայն երկար մնալ չեն կարողացել։ Նախընտրել են բնակություն հաստատել Արարատյան դաշտում եւ հողագործությամբ զբաղվել։ Հասել են Արշալույս, երկար ժամանակ ապրել են ավտոտնակում։ Հետո գյուղապետարանը դպրոցի հարևանությամբ հող է հատկացրել, որտեղ ընտանիքը տեղադրել է իր միջոցներով ձեռք բերած երկսենյականոց վագոն տնակը։ Այստեղ էլ Ռաֆայելն ամուսնացել 3 երեխա է ունեցել։ Հիմա տնակում 7 հոգով են ապրում։ Անաշխատանք ու բազմաթամ ընտանիքին օգնելու համար Ռաֆայելին պահակի աշխատանք են առաջարկել Արշալույսի դպրոցում։ Նրա ապրած սարսափների մասին դպրոցում շշուկով են խոսում։ Մինչև այսօր էլ վախի զգացումը նկատելի է։ Անհանգստություն, վախ կա նրա մեջ, որովհետև նաև կրել է այդ տառապանքը եւ ականատես է եղել, թե ինչպես են այդ օրերին Սումգայիթում ապրող հայերի նկատմամբ ուրեմն ջարդ կազմակերպել։ Հայաստան տեղափոխվելուց 1 տարի հետո ստացած նյութական վնասը փոխհատուցելու պահանջով Բեգլարյանները գրավոր դիմում են Սումգայիթի դատախազությանը։ 90 թվականին գլխավոր դատախազի ստորագրությամբ մի գրություն են ստանում, որի առաջին օրինակը հասցեագրվել էր քաղաքորդին, թե վնասի չափը 38,000 ռուբլի է եւ ենթակա է փոխհատուցման։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Քոչարյան, Հայլուր։ Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներն ստեղծել են Լենինն ու Ստալինը, նրանց կողմից ազգային տարածքային սկզբունքով երկրի բաժանումը խիստ սխալ է եղել։ Հենց դա էլ իրականում փլուզեց Խորհրդային Միությունը, հայտարարել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Խոսելով Անդրկովկասի մասին, Գորբաչովն առանձնացրել է 3 երկիր, որոնց թվում որպես պետություն նշվում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Ողջ Անդրկովկասը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը ալեկոծվում էին, այս պետություններում արդեն իսկ կային երկրից դուրս գալու մեխանիզմները, ասել է ԽՍՀՄ վերջին ղեկավարը, խոսելով նաև հայոց ջարդերի մասին։ Հիմնավորելով իր երկրի մի շարք շրջաններ զորքեր մտցնելու որոշումը, օրինակ է բերել 1989 թվականի Ֆերգանայի եւ 1990 թվականի Բաքվի անկարգությունները։ 1990 թվականին Բաքվում զորքերը միջամտեցին անկարգություններին, երբ սկսվեց հայ բնակչության կոտորածը, ասել է Միխայիլ Գորբաչովը։
Մեր հաջորդ տեսանյութը Արցախայի մի ընտանիքի մասին է, որը պարտադրված պատերազմի տարիներին հեռացավ հարազատ բնակավայրից, իսկ ազատագրումից հետո հաստատվեց Խոջալու, ավելի ճշգրիտ անունով Իվանյան գյուղում։ Ընտանիքի հայրն իմ գործընկեր Մերի Դավթյանին պատմել է, թե ինչպես են վերջնականապես հաստատվել պատմականորեն հայկական բնակավայրում, քանի թոր, ծոր ու կոռուն են, նրանցից քանիսն են այժմ ծառայում Արցախի պաշտպանության բանակում եւ դեռ ինչ ծրագրեր ունեն հայրենիքը պաշտպանելու եւ շենացնելու գործում։ Ղարաղշլախցի գաղթականների ընտանիքը հանգրվանեց Մեհդիշենում։ Թուրքն այստեղ էլ հասավ, փախան Դաշպուլաղ։ Վարդան եւ Լուսիկ Սարգսյանները տարիների դեգերումներից հետո ի վերջո հանգրվանեցին Նիկոլաևկա Խոջալույում։ Բայց այստեղ էլ նրանք ապրելու հեռանկար չունեցան։ Հայրս ասեց 4 աղջիկներ ունեմ, ես չեմ կարող ադրբեջանական այս բնակավայրում, այս վայրում պահել այս աղջիկներին։ Սա կարևոր փաստարկ էր, բայց կային եւ բազում այլ պատճառներ, որոնք ստիպում էին հայերին հեռանալ հայրենի բնակավայրից։ Մշակված քաղաքականություն էր, Արցախում հաստատվելիք ադրբեջանական բռնատիրության կենտրոն մայրաքաղաքը պիտի դառնար Խոջալուն։ Իմ հոր եղբայրը գյուղսովետի նախագահ էր, ստիպում էի, որ ամի խիչի մեր դպրոց, մեր գյուղը հայկական դպրոց բացում, ասма վերևից չէին թողում, վերևից ճնշում էին մեզ որպեսզի այդտեղ հայկական դպրոց չլինի։ Դրա համար էլ մեր ժողովուրդը, մեր հայկական այն բնակիչները բոլորը տեղափոխվել են քաղաք, որպեսզի մեր ուսումը շարունակեն, մեր կյանքը լավնի։ Ադրբեջանցիների խորամանկեության մասին միշտ են պատմություններ շրջանառվել։ Հարևանությամբ ապրող ռուսներն էլ գիտեին նրանց վախկոտության մասին դեռ հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Ալլահվետի սաբունարկել է, որպեսզի պատերազմի չտանեին։ Եվ նրանից հետո իրան եղբայրը նույնպես մի քանի հոգեր կար, որ բոլորը նրանք ռազմաճակատ չեն գնացել։ Սարգսյանների Գերդաստանը որոշել է կազմել ընտանեկան տոհմածառը։ Մեծ Գերդաստանի նահապետներից Վարդան եւ Լուսիկ Սարգսյաններից ճյուղավորվում են 6 երեխա, 20 թոռ, 48 ծոր, 83 կոր։ Շարավիղը շարունակվում է պարզ տրամաբանությամբ։ Կանաչ տերևներն էլ մեր ապագա սերունդը բնորոշող տերևներն են, որ ինչքան ծնվեն, մենք նրանց նկարները կպցնելու ենք, հաջորդ սերունդներն էլ հիշելու են, տեսնելու, որ մեր երեխաներն էլ տեսնեն, իմանան ով է եղել իրենց նախնիները։ Փետրվարի 26-ին ավանդաբար հավաքվում են հարգելու ծնողների հիշատակը, հիշելու նահատակներին եւ գյուղի ազատագրման օրը նշանավորելու։ Գերդաստանից այսօր 11 զինվորական է ծառայում Արցախի պաշտպանության բանակում։ Այդպիսով Իվանյանը շենանում է, հայրենիքը զորանում։ Ադրբեջանցեք միշտ հերոստատիցիոբանով ասում են, որ պետք է գնա Խոջալու մեկ վերցնեք, բայց մի բանից էլ իմացեք, որ ակաժների հետևը կտեսնեն, որպեսզի Խոջալու գյուղը վերցնեն։ Խոջալու գյուղը հայկական գյուղ է, հայկական լինելու է, հայկական էլ կա։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Այլուր, Արցախ։ Հիշատակի խաչքար հանուն հայրենիքի ազատագրության դատին իրենց կյանքը զոհաբերած հայորդիների։ Տավուշի մարզում բացվել է Արցախյան ազատամարտում զոհված նոյեմբերյանի առաջին ջոկատի տղաների հիշատակին նվիրված հուշարձան։ Միջոցառմանը ներկա են եղել Հաղթանակ գյուղի հոգևոր եւ զինվորական այրերը, բազմաթիվ երիտասարդներ։ Խաչքարը, որի կառուցմանն ու տեղակայմանը ներդրում են ունեցել բոլոր գյուղացիները, կանգնեցվել է հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշաղբյուրի կողքին։ Գայանե Թամամյանն է պատմում։ Չնայած ցրտին եւ վատ եղանակին մեծ ու փոքր շտապել էին գյուղամեջ հիշատակի խնկարկման եւ խոնարհումի турքի։ Նպատակն է վառ պահել եւ հիշելի պահել զոհված մեր ազատամարտիկներին։ Հաղթանակ գյուղը սահմանից համեմատաբար հեռու է, բայց գյուղի երիտասարդները առաջիններից էին զինվորագրվել սահմանների պաշտպանությանը։ Նոյեմբերյանի տարածքի առաջին կամավորական ջոկատներից մեկը ցավոք ունեցել է նաեւ կորուստներ։ Ջոկատի հրամանատարի հիշում է. Բոլորը 4-ներ զոհվել են մարտի դաշտում, իսկականից հերոսներ են, հերոսաբար։ Թևանյան Մարտին, Շարոյան Գարիկ, Շարոյան Վահագն, Քեշիշյան Մանվել։ Այս 4 նահատակների հարազատները այսօրվան սպասել են 20 տարի։ Նրանց խոսքով հիմա խառնվել են մխիթարանքն ու հպարտությունը։ Մանվել Թևանյանը նույնպես ազատամարտի զինվորներից է։ Հուզմունքով է խոսում եղբոր մասին։ Նա ընդամենը 28 տարեկան էր։ Չկամ մեզ հետ, բայց հպարտ է։ Գոհար Հարությունյանը ամուսնու կողքին է եղել նաև մարտադաշտում, կրկնակի ցավ է վերապրում, կորցրել է եւ ամուսնուն եւ որդուն։ 19 տարի շարունակ ես իմ ցավը մենակ եմ ապրել, բայց այսօր հասկացա, որ այդ ցավը այլևս իմ ցավը չէ։ Հիշատակի խաչքարի պատրաստումը մտահղացել եւ նախաձեռնել են զոհվածների մարտական ընկերները Արթուր Գասպարյանը, Նորիկ Պետրոսյանը, իսկ աջակցել է ամբողջ գյուղը, ով ինչպես կարողացել է։ Այս պահից հետո, որ մենք կատարեցինք մեր խոստված խաչքարը, կանգնեցինք մեր Հաղթանակ գյուղում, բոլորս էլ շատ ուրախ ենք, հպարտ ենք մեր տղաների
համար։ Գյուղովի մասնակցեցին նաև մատաղի արարողությանը։ Աղոթքի ոգեկոչման խոսքերի արանքում հայրենական պատերազմի գյուղում ողջ մնացած միակ վետերան 91-ամյա Միքայել Մուսայելյանի ասելիքը մեկն էր. ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Գյուղացիների խոսքով հայրենական պատերազմում զոհված հաղթանակցիների հիշատակի հուշախբյուրի կողքին խաչքարի տեղադրմամբ ամբողջացավ սրբավայրը։ Գայանե Թամանյան, Հայլուր։ Կրթական թեմաների մասին, ինչպիսին պետք է լինի դպրոցի տնօրենը, կառավարման ինչպիսի հմտություններ եւ ունակություններ են պահանջվում նրանից։ Հանրապետությունում արդեն մեկնարկել է տնօրենների հավաստագրման քննական գործընթացը, այն ենթադրում է քննության երկու տեսակ՝ տեստային եւ բանավոր։ Հարցերը հիմնականում վերաբերում են ոլորտի օրենսդրական դաշտին։ Իսկ տնօրենի մարդկային հատկանիշների ու որակների մասին պետք է նախ եւ առաջ մտածի, ապա նաեւ ձևավորի հասարակությունը։ Այս առումով հատկանշական է, որ այս շաբաթ քրեական գործ է հարուցվել Արմավիրի ավագ դպրոցներից մեկի տնօրենի նկատմամբ, որի նախկին աշակերտի պնդմամբ տնօրենը իրեն հայհոյել է, անպատվել, ճանկռել ու ծեծել։ Քննությանը նախորդող րոպեները սակայն շատ լարված են անցնում։ Երևանից ու տարբեր մարզերից քննության եկած ուսուցիչները 670 հարց պարապել ու միմյանց են վերապատմում։ Պետական լիազորված մարմնի լիազորությունները։ Չեմ ուզում, դե կան բաներ կան, որ Գուցե տարիքից է։ Արդեն մտել ու պատրաստվում է Ծաղկավանի պատմության ուսուցիչ Յոլչյանը։ Նա ցանկանում է հավաստագիր ստանալ տնօրեն դառնալու համար։ Բանավոր քննության հարցերը նույն գրավոր տարբերակի տրամաբանական շարունակությունն են։ Դպրոցի կառավարումը տարբեր իրավիճակներում։ Նախապես պատրաստված հարցեր կան, համակարգիչը 5 հարց է ընտրում տեղում։ Քննության ընթացքն ամբողջությամբ ձայնագրվում է, հուշել, օգնել, կեղծել չկա։ Հիացած է Ժառանգություն խմբակցության պատգամավորը։ Անահիտ Վախշյանը հետևել է քննական բոլոր օրերին։ Քննական գործընթացը անցնում է կարգին տարին համապատասխան։ Իդեպ քննական 3 օրերը հետաքրքիր պատկեր են ցույց տալիս։ Առաջին օրը տնօրենի թեկնածուները քննությանը լուրջ չեն վերաբերվել։ 24 թեկնածուից 11-ը ձախողվել է, հետո արդեն թիվը նկատելի նվազել է։ Ովքեր եկել են քննության եւ շատ լավ են հանձնել, շատ ուրախ են, շատ ինքնավստահ են։ Դիտորդ Բախշյանի կարծիքով այս քննությունները բացահայտում են լավ կառավարչի հմտություններ ունեցող տնօրենի թեկնածուներին, իսկ մնացածը պետք է հասարակությունը ձևակերպի, պահանջի, որ տնօրեն դառնան նաեւ առաքինի մարդիկ։ Ափսոսում եմ, որ այսօր մանկավարժները իրենց ինտելեկտով եւ մակարդակով հավասարում են մեր երեխաներին, որոնք դեռ հասունացած չեն։ Եթե տնօրեն է կամ ինչ որ մի հատ ուսուցիչ կամ որից մեկը հավասարում է մակարդակով երեխայի մակարդակին եւ ինչ որ սկսում է նրա հետ վիճաբանություն կամ ձեռնամարտի կամ հայհոյանքի անցնել, դա բնական անընդունել է երևույթ է այս աշխարհում։ Արմեն Հարությունյանը որդուն Էջմիածնի երկրորդ ավագ դպրոցից այլ դպրոց է տեղափոխել։ Պատճառն այստեղ բորբոքված կրքերն են։ Ալբերտ Հարությունյանը պնդում է, որ դպրոցի տնօրենն իրեն հարվածել է։ Ինչու՞։ Դպրոցականն իր զարմանքն է արտահայտել տնօրենի մի աշակերտուհուն ուղված անպարկեշտ խոսքերի առիթով։ Այսինքն տնօրենը հարվածել է ձեր տղային։ Այո, ամբողջ երեսը ճանգռոտած էր։ Այս ծեծից առաջ նա էլի էր ծեծվել տնօրենի որդու ու նրա ընկերախմբի ձեռքով։ Գլուխս է պամենակ, որ շատ վնասվածքներ չունենա։ Այդտեղ հետո դասոտները խառնվեցին բաժանեցին։ Տնօրեն Սուսաննա Նազարյանը պնդում է, որ ինքը չի հայհոյում, ժարգոնով չի խոսում, իսկ տղաները ինքնահաստատման ճանապարհին կարող են նաև վիճաբանել։ Դրանք զրպարտություն են միանշանակ, գուցե կարելի է ընդհանրապես ներկայացնել դա, եթե ես լինեի գոնե տղամարդ տնօրեն, ոնց կարող է կին տնօրենը հայհոյանքնել այն էլ սեռական բնույթի հղել աշակերտներին, որոնց մեծացնում դա սիրակում է։ Դպրոցի անհանգիստ օրերի քրոնիկան ավարտված չէ, տնօրենը աշակերտական ու պաշտպանական ակցիաներ է կազմակերպում, իսկ նրա գործունեության զոհ դարձած ընտանիքը դիմել է կրթության նախարարին։ Տնօրեն Սուսաննա Նազարյանը խիստ նկատողություն է ստացել, իսկ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորություններն անցնելու առթիվ։ Էջմիածնի այս դպրոցի ղեկավարը տնօրենի քննությանը դեռևս չի մասնակցել։ Սուսան Բադալյան, Հայկուշ Ասլանյան, Կարեն Գրիգորյան եւ Հայկ Քոչարյան, Հայլուր։ Միջազգային լրահոսից առաջիկա ժամերին ՄԱԿ-ի Նյույորքյան կենտրոնակայանում տեղի է ունենալու անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Լսվելու է Լիբիայում Քադաֆիի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնք ենթադրում են Բեռնար Գելք զենքի մատակարարումների վրա, լիբիացի պաշտոնյաների արտասահմանյան ուղևորությունների արգելում, ինչպես նաև Լիբիայի արտասահմանյան ֆինանսական ակտիվների սառեցում։ Բացի այդ, քննարկվում է նաև գնդապետ Քադաֆիին միջազգային դատարանի առջև կանգնեցնելու հարցը, մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանքով։ Իսկ քաոսում հայտնված Լիբիայի մայրաքաղաք